հրապարակում Նիկոլ Փաշինյանը ասում էր հայտարարել է նաև որ խաղաղություն լինելու եւ այլն եւ այսօր կրկին գրակոծներ են եղել Սյունիքում Խոզնավարի ուղղությամբ, էլի բնակելի տան ուղղությամբ են կրակել, այս ֆոնին Փաշինյանի լավատեսությունը ինչից է գալիս։ Ես ուզում եմ սրա համատեքստում նաև մեկ այլ բան հիշեցնեմ, նախ վերջի մեկ շաբաթվա ընթացքում երկու բավական ուշագրավ հայտարարություն ա եղել, առաջինը պետքարտուղարի հայտարարությունն ա եղել կոնգրեսում, ով ըստ էության ասել է, որ անկախ այն հանգամանքից, որ գործընթաց է գնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, սակայն լարվածությունը պահպանվում է, եւ երկրորդը դա երեք Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն էր, որը շատ ավելի կոնկրետացրեց եւ ասաց, որ Սյունիքի շուրջ կա լարված իրավիճակ։ Հիմա տեսեք, տեղի ունեն գործընթացներ, որոնք կարող են արտաքուշ չերևալ, որովհետև բանակցային գործընթացի կամ աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների զրույցները, քննարկումները կամ նրանց ներկայացվող հատուկ ծառայությունների կողմից ներկայացվող տարբեր տեղեկանքները բնականաբար դրանք հանրայնացման ենթակա չեն լինում եւ այս պարագայում հասարակությունը հատկապես եթե դա վերաբերում է մեզ բնականաբար լայնորեն չի տիրապետում իրավիճակային այն խնդիրներին կամ ռիսկերին, որոնք առկա են, որովհետև հատկապես Սյունիքում ստեղծված իրավիճակը բացառապես պայմանավորված չէ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններով կամ դրա հնարավոր կարգավորմամբ, որովհետև Սյունիքի դերը աշխարհագրական առումով եւ նաեւ Իրանի հետ հարաբերության հանգամանքով ունի ոչ միայն ռեգիոնալ, այլ ես կասեի նաեւ աշխարհաքաղաքական բնույթ եւ այս հայտարարությունները, որոնք հնչել են ոչ պատահական երկրների, ոչ պատահական պաշտոնյաների կողմից, բնականաբար դրանց պետք է վերաբերել լրջորեն։ Սա նաեւ ուշագրավ է այն տեսանկյունից, որովհետեւ վերջին 2-3 ամիսներին գոնե արտաքուստ մեր հասարակությունը միայն ականատես է լինում տարբեր երկրներից հնչող լավատեսական կամ մոտալուտ հանգուցալուծման հետ կապված տարբեր հայտարարություններ եւ որոշակի, այսպես ասած, կոմֆորտ զոնա է ստեղծվել եւ կարծես թե որոշակիորեն նաեւ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե իրավիճակը գնում է խաղաղության հաստատման ճանապարհով։ Բայց դրան զուգահեռ արդեն երևի 1.5 ամիս կամ միգուցե արդեն մոտենում ենք 2-րդ ամսին, առաջնակցի տարբեր ուղղություններով կա Ադրբեջանի կողմից միտումնավոր եւ համակարգված խախտումների շարք, դրանք առավել բնույթ վտանգավոր բնույթ ունեն հատկապես Սյունիքի մարզի երկու բնակավայրի ուղղությամբ, Խոզնավարի եւ Խնածախի, երևի դա առաջին հերթին նրանով է պայմանավորված, որ բնակավայրերը բավականին մոտ են առաջնագծում եւ Ադրբեջանի համար բավականին հեշտ թիրախ են դառնում եւ թեև իշխանությունը սկզբնական շրջանում չէր ուզում այդ մասին հրապարակումներ անել, բայց իրավիճակը այնպիսի շարժ է վերցել, որ ստեղծված իրավիճակում պարզապես այլ տարբերակ չկար, քան դրա մասին որոշակի զգուշավոր եւ փափուկ հաղորդագրություններ իրականացնելը։